Գյորջյան Կասկադ 60 ամիս փուլային վճարում բազմաթիվ առավելություններ։ Չի կարող լինել հարուստ երկիր զարգացած մայրաքաղաքով, բայց աղքատ մարզերով։ Չի կարող լինել հարուստ երկիր, որտեղ երիտասարդը մտածում է իր քաղաքը լքելու մասին, ոչ թե այն զարգացնելու։ Ես այսօր խոսում եմ ոչ թե միայն որպես գյումրեցի, այլ որպես Հայաստանի որդի։ Ու այն Հայաստանի, որտեղ մարդիկ ապրում են ոչ թե պակաս հայրենասիրությամբ, այլ պարզապես պակաս հնարավորություններով։ Երբ մենք ասում ենք Հայաստանի Հանրապետություն, պետք է հասկանանք Հանրապետություն, ոչ թե Երևան ու շրջաններ։ Իդեպ, շրջաններում ապրող մեր հայրենակիցները հատկապես, ներառյալ նաև ես, չենք սիրում, երբ մեզ անվանում եք ռայոնցիներ։ Կարծես մի տեսակ հեգնանք կա այդ բառի մեջ, որից պետք է նույնպես ձերբազատվենք։ Երբ Գյումրին, Վանաձորը, Գորիսը, Իջևանը ստանան իրական հնարավորություններ իրենց զարգացումը տնօրինելու, իրենց ռեսուրսները կառավարելու, այն ժամանակ Հայաստանը կդառնա պետություն, որտեղ երկրի համաչափ զարգացումը ոչ թե պարիցանկություն է, այլ իշխանության կողմից ընդունված երկարաժամկետ ռազմավարական ծրագիր։ Պետության անվտանգության հետ մեկտեղ հենց սա է մեր ամենամեծ մարտահրավերը՝ վերադարձնել մարդուն իր արմատներին, որպեսզի նա կարողանա ապրել, աշխատել ու արարել այնտեղ, որտեղ ծնվել է։ Սիրելի բարեկամներ, Գյումրին, Արտիկը, Արարատը և մնացած քաղաքները այսօր կարիքավոր քաղաքներ չեն, այլ անտեսված ու ոչ արդյունավետ օգտագործվող ներուժի քաղաքներ։ Այս քաղաքներում հավատացած եղեք, ունենք և աշխատող, և ուսուցիչ, և մարզիկ, և արվեստագետ, բայց նրանց մեծագույն խնդիրը նույնն է՝ համակարգ, որը խեղդում է նախաձեռնողականությունը, փոխարենը չառաջարկելով ուրիշ ոչ մի բան։ Իսկ առաջարկը գիտեք որն է։ Վերջին տարիներին մեր ժողովրդի սիրված զբաղմունքը մարզաձևը Facebook-յան էջերում մեկնաբանություններ գրելն է, որը գալիս է նրանից, որ մարդիկ պարապ են։ Սակայն մեր պարտականությունն է մարդկանց ստեղծել արժանապատիվ աշխատանք։ Մենք պետք է փոխենք մտածելակերպը, մեզ պետք է մեր շրջանների համաչափ զարգացում և վերածնունդ։ Պետք է զարգացնել արդյունաբերությունը այնտեղ, որտեղ կա ավանդույթ։ Գյումրին պիտի դառնա հյուսիսային Հայաստանի արդյունաբերական սիրտը, որտեղ նախկինում եղած արդյունաբերական ավանդույթների վերածնման կողքին պետք է ստեղծվեն ժամանակակից և մրցակցությանը դիմացող ֆաբրիկաներ ու գործարաններ։ Հավատացած եղեք, երբ Գյումրին և մյուս քաղաքները զարգանան, Երևանը նույնպես կսկսի շնչել։ Երբ մարզերը հզորանան, կունենանք հավասարակշռություն։ Երբ մարդը կարողանա պահել իր ընտանիքը իր քաղաքում, այն ժամանակ Հայաստան, որպես բոլոր հայերի տուն ձևակերպումը, իրոք իմաստ կունենա։ Սա է մեր նպատակը՝ ստեղծել հավասար հնարավորությունների Հայաստան, որտեղ պետական մակարդակով ներդրումները չեն որոշվելու կապերով, այլ որոշվելու են հստակ մտածված տնտեսական մարտավարությամբ ու ռազմավարությամբ, որտեղ մարզիկը գավառում նույն աջակցությունն է ստանալու, ինչ մարզիկը մայրաքաղաքում։ Այս ամենը պահանջում է մեկ բան՝ քաղաքական կամք և հոգևոր հավատ, որ Հայաստանը սկսվում է ոչ թե կառավարության շենքից, այլ ամեն մի պագից, ամեն մի ընտանիքից, կարճ ասած յուրաքանչյուրիցս։ Սա է մեր ձևով Հայաստանը։ Սա է մեր ձևով Հայաստանը, արտար, հավասար, հոգով լի և դեպի ապագա վստահ քայլող երկիր։